կան Հայաստանի քաղաքացիներ, որոնք եկել են Իսրայել, թեկուզ զբոսաշրջության կամ իրենց բարեկամներին այցելելու, նման մարդկանց թիվը իմ կարծիքով մեծ չէ, նամանավանդ այս պատերազմական շրջանում, որ մենք մեր մոտ, ասենք, չվերթները ոչ լինում էին օրեր, երբ ասենք մեկ հրթիռ ընկնելուց հետո տասնյակ ավիափոխադրողներ չեղարկում էին իրենց չվերթները, սա կարելի է հարցնել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Թել Ավիվում, մենք նման թվերի չենք տիրապետում, բայց ես կարող եմ վստահաբար հայտնել, որ Պետախտիկվա իսրայելահայերի նայերի միությունը Իսրայելում միակ հայկական կազմակերպությունն է, որը տասնյակ տարիներ, սկսած 2005 թվականից ցանկացած պատերազմի ռազմական գործողության ժամանակ հանդես է եկել իր ուրեմն շտաբի ձևավորմամբ, մենք շտաբ ենք ձևավորում եւ հնարավորության դեպքում օգնում ենք բոլոր այն մեր հայրենակիցներին, որոնք որ օգնության աջակցության կարիք ունեն, լինի թղթաբանական խնդիրներ, Հայաստանի կառավարության հետ հարաբերություններ, լինեն դրանք տեղում մարդկանց ինչ որ մի օգնություն ցուցաբերելու շատ դեպքեր են եղել, երբ որ մենք իմացել ենք, որ կոնկրետ մի քաղաքի մեկը օգնության կարիք է ունեցել, հնարավորություն ունենք մեր տղաների միջոցով կամ օգնության հասնել կամ տեղում խնդրում ենք, որ եթե կա նման անհրաժեշտություն, մարդկանց օգնություն հասցնել, սննդամթերքի, տեղորայքի եւ այլն տարբեր միջոցներով։ Այսինքն այս պահին, քանի որ պատերազմը ընդամենը 4 օր է ընթանում, ճիշտ է, սա շատ ծանր է, բայց մենք դեռ նման ուրեմն շտաբ չենք կազմակերպել, որովհետև մի քանի պատճառներ կան, օդը փակ է, ոչ մի ինքնաթիռ գետնի վրա չկա, ջրային ճանապարհով հնարավոր չէ Կիպրոս մեկնել, Աշդոդ, Լառնակա, Լաստանավը 3 թիկունքի ծառայությունը դատարկ հետ ուղարկեց, 2000 հոգի մարդ սպասում են, ուղղակի վախենում են մարդկային կուտակումներից, որովհետև եթե նույնիսկ մեկ հրթիռ կարողանա հարվածել այդ մարդկային կուտակումների վրա, կլինի իսկապես շատ մեծ։ Այսինքն ոչ ոք փողոց դուրս չի գալիս։ Ոչ, փողոց դուրս չեն գալիս, երբ որ մենք ստանում ենք, այսինքն ստանում ենք ահազանգ այդ ապլիկացիայի միջոցով։ Խանութները աշխատում են Իսրայելում։ Այո, խանութները աշխատում են, հյուրանոցներն աշխատում են, քաղաքային տրանսպորտն աշխատում է, բայց ասենք ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում։